Մենք բարի լույս այսօր առավոտից ահազանգ ստացանք, որ հերթական եկեղեցու օկուպացիոն ծրագիրն են կարծես թե հակված սկսել Փաշինյանական իշխանությունը եւ ահա քանակյարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ռազմական ոստիկանության մեքենան տագնապ է մտել մարդկանց մեջ ու հիմա փորձենք հասկանալ ինչու են այստեղ Գառնիկ Դանիելյանն է նաեւ այստեղ։ Գառնիկ Դանիելյան ազգային ժողովի պատգամավոր։ Մենք հասկացանք։ Հələ չգիտեմ։ Պարոն Ապրեսյան, ծառայություն եք իրական։ Ներողություն եմ հայտնում, բայց ոչ մի հարցի չէ պատասխանում։ Հա, բայց եւ հոգեոր հայրերը եւ մենք եւ լրագրողները ուզում են հասկանալ ինչու նախ։ Մենք չենք խոչընդոտում ոչ մի բանի, կային ասա։ Բայց մեզ խոչընդոտում եք, որտեղ ավելորդ լարվածություն է մարդկանց մեջ մտել։ Ես ձեզնից պարզաբանումներ եմ խնդրում, Ես չեմ ինչա կատարվում։ պատասխանելու ոչ մի հարցի, պարոն պատգամավոր։ Հա, ինչի՞։ Բա դուք պարզաբանումներ չտաք, թե ինչի համար եք հիմա այստեղ գտնվում եւ ինչ նպատակով։ Մամոնի։ Բայց կներեք, ձեզ այդ պատգամավոր է առնչվում, մամուլը ո՞րն է։ Ես հասկանում եմ ով իմ հետ։ Նա օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, դուք ընդհանրապես գիտեք իր մանդատը իրա։ Հիմա դուք որ այստեղ եք, դի դրա համար պարզաբանումներ չտաք, չասեք ինչի համար եք այստեղ։ Չեմ պատասխանել։ Ինչի համար չեք պատասխանել։ Ո՞վ է ձեզ հրահանգել են որ չպատասխանեք հարցերին։ Ոչ, ես չեմ պատասխանելու ուղղակի։ Բայց դուք պարտավոր եք պատասխանել։ պատասխանել։ Թե որպես քաղաքացի, թե որպես ազգային ժողովի պատգամավոր, ես իրավունք ունեմ ձեզնից հարցնելու ձեր գտնվելու նպատակ։ Ինչ նպատակով եք այստեղ գտնվում։ Պարոն պատգամավոր, ներողություն եմ հայտնում։ Այո։ Չէ, դուք անպայման պատասխանեք հարցերին։ Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին։ Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին եւ մեծ քաղաքացիների եւ առավելևս եթե ձեզ դիմա ազգային ժողովի պատգամավորը։ Հիմա մենք եւ լրագրողները եւ հոգեվոր դասը իրանք ունեն պարզաբանումները ստանալու։ ինչ որ Ինչ հաստատուղթ ունեք, ինչի հիման վրա եք այստեղ գտնվում։ Այսինքն այստեղ հոգեվոր ծառայություն են մատուցում եւ դուք էլ խաթարում եք այդ հոգեվոր ծառայությունը։ Ինչով են խաթարում, պարոն։ Մենք որպես հավատացյալներ չգիտենք ինչա կատարվում այստեղ։ Նախադեպերը հաշվի առնելով հարգելի Ինչա կատարվում այստեղ որ մենք էլ իմանանք։ Եկեղեցի ենք մտնում, դուրս են գալիս այստեղ նաեւ հավատավոր ժողովուրդ անհանգիստ է։ Դուք դրա համար պիտի պարտավոր եք պարզաբանումներ տաք։ Դուք պարտավոր եք պարզաբանումներ տաք, թե ինչի համար եք գտնվում այստեղ։ Եվ խաթարում եք մեր հոգեվոր հայրերի հետ եւ շփումը եւ մնացած բոլոր գործողությունները։ Հիմա մենք իրանք չունենք այդ պարզաբանումները ձեզնից պահպանում։ Իդեպ դուք քահանային բացատրություն տվել եք, ինչու եք եկեղեցու տարածքում հարգելի ռազմական ոստիկանության ծառայող։ Ներողություն եմ հայտնում, ելի եմ կրկնում։ Չեմ պատասխանելու ոչ մի հարց։ Կներեք, դուք տենց մենք ձեր տանը չենք եւ դուք քաղաքացի Սարգիսը չեք օրինակի համար։ Դուք իրավունք չունեք այդպես մեզ վերաբերվել եւ ասել չենք պատասխանում։ Հարգելիս դուք պետական ծառայող եք, եթե հիշում եք։ Դուք ոչ թե Պապիկյան Սուրենի աշխատողն եք, դուք պետական ծառայող եք։ Պետական ծառայող եմ, դա չի նշանակում դուք ձեր տան եք կամ ես ձեր տան եմ, դա կապ չունի։ Դուք բոլորիս տանն եք եւ դուք հակուս դուք կներեք համապատասխան համազգեստով եք եւ համապատասխան մեքենայով։ Չել ասում էի հրահանգված, անես բանա, չորով ասում չեմ համարձակում։ Այդ չեմ համաձայնում։ Ես բաց կոպիտ վերաբերմունք ցույց չեմ տալիս։ Բարեկետ վերաբերմունք եմ ցույց տալիս ուղղակի։ Դա ես իրավունք ունեմ չպատասխանել։ Սա օրենքի կոպիտ ոտնահարում։ Սա օրենքի կոպիտ ոտնահարում է, սա անհարգալից վերաբերմունք է, թե հոգեվոր դասի նկատմամբ, թե մեր նկատմամբ, թե հավատավոր ժողովրդի նկատմամբ, ինչ անշանակում։ Գալիս եք, որևէ պարզաբանումներ չեն տրվում։ Ոստիկանության, ռազմական ոստիկանության մեքենան հայտնվում է եկեղեցու մոտ եւ մենք իրանք ունենք պարզաբանումներ պահանջելու։ Ինչ անշանակում։ Ձեր վերադասով ում զանգենք որ պարզաբանումներ։ Դուք պատգամավոր եք, գիտեք, պարոն պատգամավոր։ Ձեր վերադասով կոնկրետ ձեր վերադասով։ Պարոն պատգամավոր, ես կրկին եմ, ես իմ իրավունքներն չպատասխանեմ հարցերի, դա իմ իրավունքների մեջ մտնում է։ Ու ոչ մեկ չի կարա սիխի, չեք պատասխանում։ Չեմ պատասխանում։ Դուք միշտ այստեղ չեք եղել, հարգելի ծառայող։ Թույլ տվեք ձեզ ոչ, դուք ստում եք կներեք, որտեղ եւ բնակիչները եւ քահանաները մեզ ասացին, թույլ տվեք ավարտել։ Թույլ տվեք ավարտել խոսքս։ Թույլ տվեք ավարտել։ Մի բացատրեք ձեր ձայնը։ Դե ուրեմն թույլ տվեք ավարտել, ես եմ խոսելու իրավունք ունեմ, հարգելիս։ Ես չեմ պատասխանում։ Նես չի մեծ բան է կարել, որի չէ՞, որտեղ ոչ մի հարցի չպատասխանեցիք։ Չեմ պատասխանելու։ Պարոն ընթացքում ես մի հարց էլի։ Երբևէ ես ի սկզբանե եկեղեցու օծման, վերաօծման օրվանից այստեղ ծառայել եմ որպես հոգևոր հովիվ։ Երբևէ չեմ տեսել, որ ռազմական ոստիկանությունը ծառայություն իրականացնի բացառությամբ այն օրերի, երբ որ, ասենք, մեծ միջոցառումներ են եղել, հրավիրված են եղել հյուրեր, նաև բարձրաստիճան հոգևորականներ։ Հիմա իմ համար եւ
ենթադրում եմ, որ բոլորիս համար տարօրինակ է ձեր այստեղ գտնվել։ Մանավանդ երեկվա հրամանից հետո, երբ որ գնդերեցները դուրս բերվեցին բանակից։ Չեն խանգարում։ Տեր հայր, այդպես է։ Ոչ չեն խոչընդոտում, կարող եք ամբողջ գունդ բերել։ Ինչի՞ չէ որ։ Մենք չենք խանգարում, չենք խոչընդոտում։ Չեմ ասում դուք խանգարում եք կամ Չէ, այդպես էին ասում, մոտիկացել էին մեր լրագրողները, խանգարում եք, լարվում եք եւ այլն։ Որպես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ես որպես հոգեվորական քահանա, որը որ պատասխանատու է այս եկեղեցու ծառայության համար։ Ինձ հետաքրքիր է ուղղակի դուք ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Տերպսակ, բոլորին ասեցի, ձեզ էլ կասեմ։ Այսինքն չեք պատասխանել։ Հա, չեմ պատասխանել։ Շատ լավ, դա արդեն ուրիշ բաներ է ենթադրել տալիս։ Դե դա ձեր որոշումն է։ Շատ լավ։ Չեմ փորձենք վերադասել կապնվել։ Հարգելի ծառայող, դուք տեղյակ եք, չէ՞, որ գնդերեսների ստորաբաժանումը բանակում այլևս լուծարված է եւ մեր քահանաները հարգարժան չեն կարող լինել բանակում եւ նրանք չեն կարող այդ հոգեվոր մթնոլորտը եւ ընդհանրապես խաղաղությունը մտցնել, ինչի համար կոչված են եղել։ Եվ ձեր ներկայությունը ոչ թե անձնապես մեզ անհանգստացնում, առաջին հերթին այս իրադարձությունները կապվում են իրար հետ եւ մենք ոչ մի խնդիր չի։ Դե մենք նախադեպեր ունենք եկեղեցիների գրավման եւ դուք եթե հիշում եք ու եթե հետևում եք բացի ձեր հրամաններից մնացած գրավոր տեքստերին, կարդացեք, որ եկեղեցիները գրավում է իշխանությունը եւ թույլ չի տալիս օծյալ քահանաներին բարձրանալ խորան։ Խնդրեմ, քաղաքացիները գալիս են եւ դուք ըստ էության այդ տագնապն եք տարածում։ Ներողություն էլի, եթե հարցեր ունեք, դիմեք բնել լրատվական։ Եթե դուք նկատել եք, ձեզ այդ քահանաներն են շփում, ովքեր այս տարածքի իրավատերերն են եւ պատգամավոր։ Պատգամավորը չպիտի լրատվական զանգի, ավտոմատ ռեժիմ է։ Ինչ պատասխանում են միայն նույն նախադասությունը։ Կար Անջան, արից ասում ես դու մոքրի բանրետինես կանի։ Մի քիչ առաջ կանք, գուցե կարելի է, որ եկեղեցու մուտքը երևա։ Հա, չէ, նորոյից։ Աղջիկը իջավ մեքենայից, ասեց հարգելի ծառայող, արի ասենք, որ լրատվականը կպատասխանի, այսինքն նրանք չգիտեն նաև, որ լրատվականը ոչ թե պիտի պատգամավորին պատասխանել, պետը պիտի պատասխանի եւ առնվազն նախարարը, որտեղ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է այստեղ։ Ցուցում տրվել է, վստահաբար իրենք էլ կատարում են։ Ես չեմ էլ ավտոմատ ռեժիմ կրկնում է նախադասությունը, ինչ հարց տալիս ես, ինքը նույն բանն է ասում։ Հələ հանգավորված եք։ Առաջին անգամն է, որ ռազմական ոստիկանության մեքենան վերահսկում է Սուրբ Աստվածածնի տարածքը եւ այն էլ այսպես նման բան չեմ հիշում, արդեն 2019 թվականից այստեղ ծառայում եմ, նման բան չեմ հիշում, ելի եմ կրկնում, բացառությամբ հնարավոր է այն դեպքերին, երբ որ մեծ միջոցառումներ են եղել այստեղ, հրավիրված են եղել, ասենք, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հնարավոր է այդ դեպքում իրենք տարածքում չեմ տեսել, հնարավոր է ներքևում ծառայություն իրականացրել են, բայց այսպիսի բան աննախադեպ էր։ Ես չեմ հիշում։ Իսկ ինչ եք մտածում։ Բանակում եմ, այսպիսի բան չեմ Տեր Պսակ, ինչ եք մտածում, ինչի համար էր այս մեքենան այստեղ կայանվել, լույսը չբացված։ Ենթադրում եմ, որ վաղվանից չարագուշակ հրամանը մտնում է ուժի մեջ, իրենք պիտի Խլվի այս եկեղեցին։ Այդքան հեշտ չի խլելով բան չի, դա մայրաթորի սեփականությունն է եկեղեցին։ Դե գրավում են ժամանակավոր, այսպես օկուպացնում են։ Հնարավոր է նաև այդ ծրագրով, այդ սցենարը։ Այսինքն իրենք համարում են, որ եթե զորքն է այստեղ մկրտությունների արարողություն, պատարակներ անում, ուրեմն Պապիկյան Սուրենի սեփականությունն է։ Դուրս է գալիս այդպես։ Դե պսակ, ինչա չարագուշակ հրամանը։ Կայացվեց։ Չէ, դուք չարագուշակ բնութագրեցիք։ Որովհետև դա վնասեց ոչ միայն եկեղեցուն, եթե իրենք պատկերացնում են, որ դրանով եկեղեցուն դրեցին այսպես անհարմար իրավիճակի մեջ, մենք մեր ծառայությունը ամեն դեպքում իրականացնելու ենք։ Եթե ոչ բանակում ուրիշ տեղ հաստատ իրականացնելու ենք, այստեղ դժում է ոչ թե բանակի վերնախավը, այլ դժում է մեր հասարակ զինվորն ու սպան։ Ինձ համար ամենամեծ ցավը դա է, որ մեր զինվորը այլևս հոգևորականի հետ սերտ շփում չի ունենալու։ Մեր զինվորը այլևս բարի խորհուրդ չի լսելու հոգևորականից, չի լինելու մեկը, որի հետ ինքը կարողանա կիսվել, վստահել այդ մարդուն, չեն լինելու հոգևորականներ, ովքեր մեծ ու մեծ իրենց ծառայության ընթացքին շատ ու շատ արատավոր երևույթները կանխելու պատճառ են դարձել։ Ինձ համար ցավը դա է։ Թե չէ մենք կանք չկանք բանակը իր առաքելությունը հուսամ պիտի իրականացնի, չնայած մի քիչ արդեն այսպես բան է դարձել, բայց ամեն դեպքում
անձնավորված չի այս վերաբերմունքը, այսինքն ինչ-որ կոնկրետ անձերի Ինստիտուտի դեմ է կռվում, հա։ չէր, այո, այլ թիրախավորված ենթադրելի է նաև հակաեկեղեցական այս արշավի ծիրի մեջ այս որոշումը կայացվել։ Դրա համար ես համարում եմ չարագուշակ։ Տեսակ հակաեկեղեցական արշավի առաջին օրերից ահազանգեր հնչում էին, որ գնդերեցներին, զինված ուժերում ծառայող հոգևոր սպասավորներին հորդորներ են փոխանցվել միանալու այդ արշավին եւ մերժումներ են ստացվել։ Դրանք հերկվում էին կամ փորձ էր արվում հերկվել։ Այս պահին դուք ինչ կարող եք ասել, այդպիսի խոսակցություններ, զրույցներ եւ շատերը համարում են, որ այս հրամանը պատճառն է նրա, որ մերժումներ են ստացել հոգևորականներից այդ արշավին միանալու, այս պահին, երբ արդեն կա հրամանը, ինչ կարող եք ասել, ինչ նախադեպեր եղել են զրույցների, ինչ բովանդակության։ Վստահաբար ես հստակ եմ ասում, բոլոր համարյա թե բոլոր գնդերեսների հետ աշխատանք է տարվել։ Ով է կոորդինացրել այդ աշխատանքը եւ ինչ է պահանջել։ Եվ ում դեմքով է տարվել այդ աշխատանքը, եթե պաշտոնատար անձանց, բարձրաստիճան զինվորականների, ընդհանուր գեներալներ են հանդիպել մեր սարկավակների հետ, որոնց գործառույթի մեջ չի եղել բնականաբար այդ ամեն ինչը անել։ Ինձ հետ կոնկրետ որևէ մեկը չի, այսինքն ոչ թե որևէ մեկը չի հանդիպել, այդպիսի նախադեպ չի եղել, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորական ինձ ասի, վստահ իմանալով, որ իմ դիրքորոշումը հստակ է եւ չի փոխվի, բայց որտեղ որ ծառայել եմ, համապատասխան զորամասի հրամանատարը ինձ կանչել է ասել այսպեսի հրահանգ կա։ Ինչպիսի հրահանգ։ Միանում եք վարչապետի բարենորոգչական ծրագրին հստակ պատասխանել են, որ ոչ, որովհետեւ այդ բարենորոգչությունը կեղծ է, այդ բարենորոգչությունը այդպես չի արվում եւ չի արվում են մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են այդ բարենորոգչությամբ։ Եկեղեցին ինքը մշտապես եւ բարենորոգվել է եւ պիտի բարենորոգվի։ Եվ հստակ պատասխան եմ տվել, որ ես հավատարիմ եմ այն ուխտին, այն երթմանը, որ տվել եմ սուրբ սեղանի առաջ, որպես հոգևորական եւ հավատարիմ եմ այն նվիրապետությանը, վեհափառ հայրապետի գլխավորությամբ, ում տնօրինությամբ եւ օրհնությամբ ես որպես հոգևորական կայացել եմ, սովորել եմ, սնվել եմ Մայրաթոռում, հա, որպես զավակը հայ եկեղեցվո եւ չեմ կարող ուրանալ։ Տեր հայրս փաստաբան Արա Զորաբյանի 40-ից ավելի հոգևորականներ ծառայություն են իրականացնում այս պահին զինված ուժերում։ 54 չէ՞, այդ թիվը նվազել է։ Դեզոհվեցին նա։ Տեղեկություն ունեք 40-ից որևէ մեկը միացել է այդ այսպես կոչված բարենորոգչական ծրագրին։ Ինչպես ընդունված է այսօր տրենդային է ասել է, օթում կախված ըստ օթում կախված լուրերի գիտեմ, որ մի քանի հոգու հաջողվել է իրենց միացնել։ Հա, բայց ճնշող մեծամասնությունը ի պատիվ ի փառս մեր գնդերեսների իրենք հաստատուն են մնացել իրենց հավատի, իրենց ուխտի, իրենց նվիրվածության մեջ։ Դեռևս հայտարարություններ չկան։ Ամենա այսպես ասած կուր կառույցն է եղել, որ որևէ կերպ չեն կարողացել ճաքեր մտցնել։ Տեր դուք որ թվականից եք ծառայում եկեղեցին։ Ես ամենահնաբնակներից եմ։ Ես վեհափառ հայրապետի տնօրինությամբ 2006 թվականից առ այսօր ծառայել եմ զինված ուժ, արդեն 20 զինված ուժերում չէ, եկեղեցում առհասարակ որ թվականից եք։ Հա, եկեղեցում դե սովորել ենք 2002 թվականից ես բան եմ արել, հետո այսինքն երբ ներդրվում էր, հա, հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում ժամանակ ադանատեսն եք։ կար, այո, կար։ Ուզում եմ հարցնել կհիշեք այդ ընթացքում կային շրջանակներ, անհատներ, մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում բանակում, բացարձակ։ Մինչև այս իշխանության հայտնվելը ես չեմ հիշում որևէ դեպք, որ գնդերեցի ծառայությունը խոչընդոտվի։ Հակառակը մշտապես խրախուսվել է եւ ամեն կարևոր վայրում, ամեն կարևոր միջոցառման, ամեն կարևոր հարցի շուրջ գնդերեցի կարծիքը եւ հաշվի են առել եւ իրենց ուրեմն այսպես ընդգրկել են։ Որևէ բան չի եղել։ Հակառակը ես ավելին ուզեմ հիշել այդ լավ օրերը, ամեն տարի հունվար 28-ին մեծ միջոցառում էր կազմակերպվում Մայրաթոռում։ Հրավիրում էին բոլոր զինվորականները, մեծ ճաշկերույթ էր կազմակերպվում, շնորհավորանքներ էին հնչում, հանրապետական մաղթանք։ Այո, հանրապետական մաղթանք, սուրբ պատարագ էր մատուցվում, բացի այդ շքանշաններ էին հանձնվում, մեզ էլ որպես ծառայողներ բազմաթիվ շքանշաններ ենք ստացել։ Գնդերեսները մեծարվում են, նաև հիշում ենք, որ ռազմական շքերթի ժամանակ տան դուրս բերվեցին հրապարակ իրենց գնդով։ 2011 թվականին։
2011 թվականին մեծ ոգևորությամբ դա առաջի աննախադեպ բանն է, որ գնդերեսների խումբը, այսպես ասած, մասնակցեց եւ լուրջ ու որպես ռազմական ռեսուրս նաև։ Այո։ Լավ, մի այսպիսի հարց, նախ մենք հիշեցնենք մեր համակարգացիներին ինչու ստեղծվեց գնդերեսների խումբը բանակում։ 2008, 9, 10, 11 թվերին մի շրջան, ծանր շրջան բանակը սկսեց խոր ճգնաժամ ապրել եւ սպանություններ, ինքնասպանությունները ահռելի թիվ էին կազմում։ Իհարկե այսօր այդ թվերը շատ ավելի բարձր են, բայց աղմուկն է ավելի թույլ, որովհետեւ քաղաքական աղմուկն է շատ ավելի բարձր։ Այդ ծանր վիճակագրության ժամանակ որոշում կայացվեց, որ պիտի գնդերեցները լինեն բանակում, որպեսզի նրանք կարողանան կանխել ինքնասպանության, սպանության փորձերը, որտեղ այդ լարումը, ներքին լարումը պիտի իրենք նաև թույլատնեն։ Հիմա այս ամբողջ տարիների աշխատանքը փաստացի արդյունք տվեց, բայց հիմա այդ սպանությունները շատ են եւ կարծես թե չի վախենում բանակի իշխանությունը կամ քաղաքական իշխանությունը, որ ավելի կխորանա ճգնաժամը մանավանդ պարտված բանակում։ Ինչու դուք խանգարեցիք միայն հակաեկեղեցական այսպես շարժման պատճառով դուք դուրս բերվեցիք, ռիսկեր չկա, որ կսկսեն նաև քաղաքական կեղտոտ լոզունգներ ձեզ կապել, օրինակ ձեզ ասել, որ դուք ագենտներ եք, տեսել եք, մենք վեհապար հայրապետի մասին իսկ այդպիսի լկտի ձևակերպումներ ենք լսում, օդում կրակած, եւ հետո դուք ասում եք, որ չի բացառվում մի քանիսը արդեն միացել են, այս մի քանիսի ձայնը դեռ չի լսվում, ինչու չեք կարողացել դիմադրել դուք ներսում, որպես այդ մոլորությանը չմատնվեն։ Հայտարարություն դրա հոգեվորականներից մեկի հայտարարությունը ես համացանցում այո, մեկինը տեսել եմ։ Ինքը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է բարենորոգչական այս չակերտավոր բարենորոգչական ծրագրին։ Անշուշտ, բայց ես ավելի առաջ կգնամ, ավելի հետ կգնամ, ներողություն։ 97 թվից է հոգևոր առաջնորդությունը ձևավորվել, դեռևս երջանկայի շատակ Գարեգին առաջին եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի հուշագրով, որով պետությունը հասկացավ, որ ինչպես մյուս զարգացած երկրների բանակներում է, այնպես էլ հայոց բանակում կարևոր է հոգևորականի մշտական ներկայությունը։ Եվ ձևավորվեց առաջնորդությունը, իհարկե սկզբնական շրջանում բնականաբար ինքը նոր քայլեր անում, բայց այսօր առաջնորդությունը արդեն կայացած կառույց էր, ցավոք ես անցյալով եմ խոսում, բայց հույս ունենամ, որ դեռևս ամեն ինչ կորած չէ։ Եվ ճիշտ եք նշում, այո, մեր գնդերեսները շատ ու շատ արատավոր երևույթներ կանխեցին, իմ փորձառության մեջ ես կարող եմ ասել, ինքնասպանության դեպքեր են կանխվել, ինքնախեղման դեպքեր են կանխվել, ել չեմ ասում այնպիսի արատավոր երևույթներ են եղել, որոնք գնդերեցի ներկայությամբ եւ իր ջանքերով կանխվել են եւ դադարեցվել են։ Մի փոքր էլ նաեւ ուրիշ բան ասեմ, մեր ջանքերով նաեւ ընտանիքներ չեն քանդվել։ Հիմա այս արժեքների պահելը պաստորեն խանգարեց։ Սպաներ են եղել, որոնց ընտանիքները փլուզման, քայքայման եզնին են, հոգևորականի ներկայությունը, նրանց հետ աշխատանքը այդ ամեն ինչը կանխել է։ Լավ, գործարքեր առաջարկում ձեզ, թե ընդհանրապես առաջարկում էին միանալ, որտեղ կա կասկած, որ մինչև 5 միլիոն դրամ են առաջարկել, նույնիսկ մենք ունենք կարգալույցերից մեկին, որպես օրինակ, որտեղ գեղեցիկ տուն է կառուցում, եւ մի քիչ կասկածելի է թվում 4 տարվա ես թվերի մասին չգիտեմ, ինչ որ թվեր են առաջարկել թե չէ, բայց դրամական բավարարումներ բավականին մեծ, այդպես որ լավ կլինի, ինձ չեն ասել, բայց մեր տղաներից այդպես տղաներին այդպեսի առաջարկ եղել է, որ հեսա որ դուք միանաք մեզ, բան ձեզ բարձր աշխատավարձ կլինի, կօգտվեք այն բոլոր արտոնություններից, որ զինվորականներ ունեն, հիպոթեկով տուն, չգիտեմ, էս, իհարկե տղաները վստահաբար մերժել են, բայց եղել է առաջարկ, ինչի՞ չէ։ Պիտի ասել ճշմարտությունը։ Ստացվում է գեներալներն են միացել նաև։ Մարդիկ եմ ասում, որոնց գործառույթը լրիվ ուրիշ բաներ, լծված են եղել գնդերեսներին համոզելու կամ ստիպելու կամ այսպես ասած մանիպուլյացնելու, որպեսզի միանան այդ շարժմանը։ Իսկ շանտաժի գինը ինչ է եղել։ Օրինակ, եթե ոչ, ապա ինչ։ Եթե ոչ, ապա տեսանք։ Այսինքն սրա մասին էլ էր ակնարկվել։ Ես ակնարկներ չեմ լսել, բայց ենթադրելի է, որ այդպես, եթե մեզ հետ չեք, ուրեմն մեր դեմ եք։ Լավ։
Դեր այս հակաեկեղեցական արշավի դրսևորումները բանակում այլ որևէ օրինակներ ունեն, օրինակ ես հիշում եմ ծառայության տարիներին աղոթում էինք ճաշից առաջ Մինչև վերջին պահը այդ ամեն ինչը իրականացվում էր, հիմա չգիտեմ կանեն թե չէ։ Աղոթքը ճաշից առաջ խաչը համազգեստին, իդեպ նոր համազգեստով սահմանվում է այդ խաչը կրելու են։ Չեմ կարող ասել։ Այդ համապատասխան մարդուն պիտի հարցնել, ով Դուք տեղեկություն չունեք։ Ես տեղեկություն չունեմ։ Եթե վերադառնանք եկեղեցուն, հիմա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանակը պատարակում է, բանակը մկրտվում է, այս ընթացքում ինչ եք մտածում, եկեղեցին կհաջողվի գրավել, ի վերջո դուք այստեղ նշանակված եք հոգևոր ծառայության եւ կարգալույց կմցվի եւ կփոխվի նաեւ այս խորանը։ Ջան, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ցավալի հանգրվանին չառաջվենք եւ դրան առաջ չկանգնենք, բայց չեմ կարող ասել ինչ զարգացում։ Կոչ ունեք քանակերցիներին, Զեյթունի բնակիչներին, Երևանցիներին, եկեղեցին իրենցն է նաեւ սա միայն զինվորականների համար չէ, մենք համայնք ունենք, նաև հավատացյալներ են գալիս, որոնք մասնակցում են սուրբ պատարակներին, եւ ընդհանրապես իմ կոչը մեր ժողովրդին է, սիրելիներս, միայն խոսքով չլինենք հավատացյալ կամ քրիստոնյա։ Քրիստոնեությունը գործ է։ Ինչպես որ Հակոբոս Առաքյալն է նամակում ասում, հավատ առանց գործերի մեռած է։ Եթե միայն պիտի խոսքերով հավատանք, դառնում է որ կեղծավորություն ենք անում ու փարիսեցիներից չենք տարբեր։ Քանի քահանա է մեր Սուրբ Աստվածածնում ծառայում։ Աստվածածնում մոտ մի 5 քահանա մշտական գալիս են պատարակների մասնակցում։ Ես տեղեկությունն եմ Պապիկյան Սուրանը երբեք այստեղ չի եղել։ Այո։ Երբեք չի պատարակել։ Հավաստի է։ Ահա, պատմության ուսուցիչը բազում են եղել մեր առաջնորդի կողմից, պաշտոնական հրավերքներ, գեղեցիկ հրավերքներ, տոներին, տաղավար տոներին մասնակցելու, բայց ինքը ներկա չի եղել։ Մի քանի անգամներ գլխավոր շտաբպետն է եղել։ Հա, նույնիսկ ինքը մի քանի անգամ։ Հա, այտենց մշտական մասնակցություն որևէ մեկը։ Այսինքն զորքը միայն հրամանատարի հետ է գալիս։ Հա, բանը զորամասից գալիս էին, մասնակցում էին պատարակին, սուրբ հաղորդություն էին ստանում, մենք այդտեղ մկրտություններ ենք արել, իհարկե ուզեմ որ նույն մարդիկ, ովքեր այսօր լծված են հոգևոր առաջնորդությունը քանդելու գործին, ներողություն բառիս համար, հիշեմ որ իրենց երեխաների մկրտությունները, իրենց պսակադրությունները արել են այդ նույն մարդիկ ու հիմա բանակից դուրս են։ Կարծում եք բանակի զինվորները ցույց կտան վերաբերում, այդ համարձակությունը կունենան։ Չեմ կարող։ Կամ սպայական կազմը չեք նկատել երբևէ, որ դիմադրություն ցույց տա։ Ես չեմ էլ ուզի որ մեր բանակը խառնվի այս ամեն ինչին, որովհետև բանակի գործառույթը լրիվ ուրիշ բան է, բանակը իր առաքելություն ունի եւ աղոթում եմ առ Աստված, որ իր առաքելության մեջ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան հաստատում են։ Իսկ ինչ արձագանք ունի լուրը երեկվա հրամանի հետ կապված, ողջավորված են բանակում, դուք դե շփվում եք, ծառայող ծանոթներ ունեք, ողջավորված են այդ լուրից, տարակուսած են, ում հետ որ ես առիթ եմ ունեցել զրուցելու, նախկին զինվորականներ, եւ հիմա էլ ծառայողներ ափսոսանք են հայտնում, ասելով որ ափսոսում ենք որ այդպես եղավ, բայց նաեւ վստահաբար ասում են մեր ձեռքը որևէ բան չկա, օրենքը հրամանի տեսքով իջել է եւ այդ հրամանը ես ինքս եմ տեսել։ Մայրաթորը զրույցներ եղել են ձեր հոգևոր հայրերի հետ, ինչ դիրքորոշում ունի, ինչպես են։ Վստահաբար Մայրաթորը հանդես կգա հայտարարությամբ, ես հավատում եմ որ եւ վստահ եմ որ վեհապար հայրապետը տնօրինություն կանի եւ հայտարարությամբ հանդես կգա տեղեկատվական համակարգը, բայց չեմ կարծում որ սառույցը տեղից շարժվի, որտեղ մարդիկ հստակ որոշումը արդեն պետությունը ամբողջ ռեսուրսներով լծվել է եկեղեցու դեմ։ Սա էլ մի միջոց է ըստիս հակաեկեղեցական այդ արշավի եւ վեհապար հայրապետի վրա ճնշում գործադրելու, որովհետեւ նորից եմ կրկնում Ժողովուրդ ջան, զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը որպես կառույց եկեղեցվո մեջ նաեւ ամենակայացած կառույցներ եւ ամենակուռ կառույցներ, ամենակուռ ինքը այնպիսի գործառույթներ էր իրականացնում, այդ նույնը կարող եք հարցնել այնպիսի կոմպետենտ մարդկանց, ովքեր առնչվել են դերեցի։ Խնդրեմ պետության միջոցներն են փոշիացում, այսպես ձեզ վերահսկելով։ Ամբողջովին միացված փաստորեն մեքենան այստեղ կայանի։ Մենք Սուրբ Աստվածածնի բակում ենք, որտեղ զինվորներն են աղոթում եւ պատարակում եւ այստեղ իրենց մկրտության արարողություններ են տեղի ունենում։
Եվ ահա ռազմական ոստիկանության մեքենան է հայտնվել առավոտ կանուխ այստեղ, քահանաները անհանգստությունն են եւ վստահաբար կապում են նրանց ներկայությունը օկուպացիոն հնարավոր պլանի հետ, իսկ հիմքերը, ինչպես հիշում եք, հենց 3 դրվեցին, պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել եւ դուրս բերվեց 20 եւ ավել տարիներ այնտեղ հիմնադրված, բանակում հիմնադրված եւ գործող քահանաների ստորաբաժանումը բանակից եւ ահա մեր քահանաները ոչ միայն բանակում այլևս անելիք չունեն, նրանք հարկադրում են, որ այս գեղեցիկ եկեղեցում չլինեն։ Ենթադրվում է, որ վաղը մի գրող կպլանավորվի այս եկեղեցու վրա, իսկ Պապիկյան Սուրենը, որը պատմության մասնագետ է, ուսուցիչ էր եւ այսպես քայլ ձիով հասավ պաշտպանության նախարարի պաշտոնին հեղափոխության ուժով, նա փաստորեն այս եկեղեցում մեկ անգամ ոտք չի դրել, նա միայն մասնակցում է ֆեյք ծեսերին, որտեղ կարգալույց քահանաներն են Փաշինյանի համար քաղաքական ծեսեր անում եւ քարոզարշավ նախընտրական շրջանում։ Ռազմական ոստիկանության ծառայող անգիր արած տեքստով ոչինչ չեմ ասի, չեմ ուզում ասել, այսպիսի մոտեցումով մեզ արձագանքում էր, թույլ չտալով, որ ավել հարցեր տանք, անգամ օրենսդիր իշխանության ներկայացուցչին, Գառնիկ Դանելյանին եւ Տեր Պսակին նա որևէ հարցի չպատասխանեց։ Քահանաներն այստեղ են։ Իսկ ռազմական ոստիկանության մեքենան բենզինը այսպես օգտագործելով տյառաուտից գիշեր հսկի եկեղեցին ումից, ինչից, ինչի համար հայտնի չէ։ Եկեղեցին այսօրվանից իրանք երևի թե իրենց են համարում։ Տեղի բնակիչները մեծ զրույցում ասացին, որ իրենք այսպիսի բան չեն տեսել, ծառայողը փորձում էր մեզ խաբել, թե իբր նախկինում էլ այսպես եղել, բայց նաև վկայեցին մեր հոգևոր հայրերը, որ երբեք ռազմական ոստիկանության, այսինքն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ենթակա ծառայության մեքենան այստեղ չի գտնվել։ Եվ ստում են ասելով, որ իրենք այստեղ եղել են։ Իհարկե, այդ սուտը չպնդեց ամեն դեպս ծառայողը։ Տեր Վարազդատ, վաղը այստեղ ծառայողներ կլինեն, պատարագելներ, զինվորներ կլինեն։ Հարցնում ենք, մենք էլ տենց։ Այդ հարցի մասնագետը Տեր Պսակն է։ Ցանկալի կլինի, որ լինեն, եկեղեցի բոլորի առաջը բաց։ Երբ որ Քրիստոս վերնատանը նստած ընտրում էր եւ այն ամենակարևոր քրիստոնեական առանցքային ճշմարտությունը տվեց, հուդան էլ իր կողքին նստած էր, որովհետեւ խնդիր չկա։ Այնպես որ բոլորն էլ կարող են ներկա լինել պատարագի։ Մեր բանակի հրամանատարները եւ թե զինվորները ցանկալի է, որ մենք միշտ ամենք իրակի եւ ոչ միայն այս եկեղեցում, այլ բոլոր եկեղեցիներում տեսնենք իրենց պատարագները։ Այո, իհարկե։ Որտեղ թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ թե առհասարակ բոլոր եկեղեցիներում ամեն պատարագի վերջում եւ պատարագի ընթացքում բանակի համար մենք միշտ տաղոթում ենք։ Թե պատարագի հոգեվորականը հիշում է բանակը, հատկապես բանակի հոգեվորականները, գնդերեց քահանահայրերը, ովքեր որ պատարագ են մատուցում, մշտապես հիշում են բանակին, մեր զինվորներին, իրենց անվտանգ ծառայության համար եւ իհարկե մեզ համար շատ ուրախալի է իրենց տեսնել միշտ Կիրակի օրերը պատարագի։ Իսկ կլինեն կամ ոչ, դա հարցի երկրորդ կողմն է։ Ամենալավ ու ամենավատ սցենարով երեկվա որոշման շարունակությունը ո՞նց եք տեսնում Տեր Վարազատ։ Իհարկե լավագույն սցենար չեմ կարծում լինի։ Մեզ համար շատ անակնկալ էր, անշուշտ այս որոշումը։ Այնուամենայնիվ մենք մտածում ենք, որ նեղ անձնական շահերը եւ վրեժխնդրությունը տեղի չեն տա մի ամբողջ 97 թվականին ստեղծված կառույց կազմալուծելու։ Մենք այնուամենայնիվ մտածում ենք, որ ամեն դեպքում ինչ էլ որ լինի, կառույցի ու կառույցում գործող հոգեվորականների անձնուրաց ծառայությունը եւ աշխատանքը ավելի վեր կգնահատվի, ավելի վեր կդասվի, բայց ցավալիորեն տեսանք այն ինչ որ տեսանք եւ ունենք այն ինչ որ ունենք,
Իհարկե մենք ոչ մեկս չենք ուզի այդ սցենարով լիներ այս ամենը մեզ համար իհարկե մեծ ողբերգություն է։ Մեծ ողբերգություն է տեսնել մի ամբողջ կառույցի, որ պատմություն ունի, պատմական ընթացք ունի, մեկ հրամանով պարզապես նույնիսկ առանց երկրորդ կողմի, դրա մասին նույնիսկ խոսվեց Տեր Պսակ քահանայի կողմից երեկ, որ պայմանագիրը կնքվել է երկու կողմերի միջև, Պաշտպանության նախարարության եւ Մայրաթուր Սուրբ Էջմիածնի, բայց առանց երկրորդ կողմի լուծարել են մեր ծառայությունը։ Գիտեք, անկեղծ մեզ համար ցավ է, որ իրենք պիտի զուրկ լինեն հոգևորականների անմիջական ներկայությունից, իրենց անմիջական ծառայությունից, մեր օրհնությունից, Տիրոջ ներկայությունից իրենց կյանքում, այն արարողություններից, որ հաճախ գնդերեսները նույնիսկ ռազմի դաշտում մկրտության արարողություններ կատարել են, պատմական են։ Անշուշտ մենք երբեք իբրև մենք գիտակցում ենք հայ զինվորի կարևորությունը եւ մենք նույնիսկ այնտեղ որտեղ որ կոչվենք սպասավորության հետ այսու այդտեղից եւս դարձյալ Այդ զինվորը կվերադառնա եւ շարունակի քաղաքային կյանքով մեր աղոթքները շարունակելու ենք իրենց համար, բանակի սպայական կազմի համար, բոլորի համար էլ աղոթելու ենք։ Իհարկե ոչ ոք այստեղ կանգնած հոգևորականներ եւ բանակում սպասավորող եւ ոչ մի հոգևորական չէր ուզի տեսնել այսպիսի իրավիճակ։ Տեր Վարազդատ, ամեն դեպքում դուք պաշտպանության նախարարին չեք տեսել Սուրբ Աստվածածին եկեղեցում, նա նույնիսկ ձեր հրավերներն է արհամարել, թույլտվեք այդպես կոշտ ասել, որտեղ ես լրագրողը իրավունք ունեմ այդպես ասել, իսկ ըստ էության հենց այդպես է։ Նրանք այսինքն այս մոտեցումը ի սկզբանե են ունեցել եւ կարծես թե Գեորգ Սրբազանի նախկին Հիմա Ավազանի անունով կոչենք։ Արմանի հարցազրույցները շատ բաներ են վկայում այս պլանի երկարաժամկետ եւ ավելի հին լինելու մասին։ Հիմա հարց, Պապիկյան Սուրենը չի եկել եկեղեցի, բայց նրան երբևէ հանդիպել են գնդերեսները, մի անգամ հարկ համարել է, օրինակ, մեր հոգեոր հայրերի հետ աշխատասենյակում, գուցե պոլիգոններում, գուցե ինչ որտեղ հանդիպել եւ քննարկել, ինչ է կատարվում։ Ես անկեղծ նման դեպք չեմ հիշում։ Հանդիպում վերջին անգամ եւ վերջին անգամ բարիս ամենալայն իմաստով եղել է մի քանի օրեր առաջ նախքան հրամանը դուրս գալը հոգևոր առաջնորդության լուծարման սարգավակ մեր հայրերի հետ միջոցառման կամ հանդիպման թեման այլ է եղել վերնագիրը բայց բնույթը եւ բովանդակությունը լրիվ ուրիշ բան է եղել։ Այսինքն եղել է միացեք մեզ եւ վերջ։ Այսինքն հանդիպել է Պապիկյան Սուրենը այդպես իր այդպես է միայն հանդիպել, ես ուրիշ ձևով չեմ։ Անձամբ է փաստորեն նաեւ այդ արշավը շարունակում։ Ցավոք սրտի, բայց իրականությունը, ճշմարտությունը պիտի բարձրաձայնել։ Ձեզ հետ այսինքն ունեցել այդ կոնտակտը։ Կոնկրետ ինձ հետ չէ, սարգավակների հետ։ Սարգավակներ։ Կներեք դուք կխոսեք, ձեզ հետ էջեփումը եղել է պաշտպանության նախարարի։ Եղել է, այո, մենք ենք մասնակից եղել։ Ահա։ Դրա արդեն ասած բովանդակության մասին մենք դեպքերի ու պատահարների թեմայով ենք մասնակցում։ Մոտավոր երբ էր դա։ Երբ եղել։ 10 օր առաջ։ Ահա, եւ մի շաբաթ, 10 օր առաջ։ Բովանդակությունը դա եղել։ Այնտեղ ուրիշ զինվորականներ եղել են, բովանդակությունը դա է եղել։ Ինչ ասես Պապիկյան Սուրենը ձեզ։ Մոտավոր կհիշեք։ Մոտավորապես եկեղեցու առաջ այս ծառայած խնդիրների մասին էի բարձրաձայնվում, որ այսպես է դուք ինչ եք մտածում ես հարցով, օրինակ եկեղեցին պիտի զբաղվի քաղաքականությամբ, թե չէ, ու սենց հարցեր։ Այսինքն իրանք են օգնում որ քաղաքականությամբ զբաղվի։ Օրինակ հիմա եպիսկոպոսները ովքեր միացել են, փաստացի ԿՊ-ի քարոզարշավ են անում եւ ավելի ծանր գործ են անում։ Մենք մեզ հետ այդ թեմաներով են խոսել, որ այսինքն այն ազգային հարցերով զբաղվող եկեղեցուն ասում են եկեք մեզ հետ զբաղվեք քաղաքական հարցերով։ Մի քիչ այդպես կոնկրետ չէ, բայց տանում էր դեպի դրան մեծ։ Այո։ Մեզ հարցնում էին ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, այն հարցում, ոնց եք մտածում, ձեր կարծիքն ենք ուզում ուղղակի իմանալ, կարող եք ազատ խոսել, այսպես մենք բնականաբար բոլոր հարցերին պատասխանում էինք եկեղեցականին վայել, հավատարմության ուխտին վայել,
եւ ճիշտ ասած դուր չէր գալիս այս ամեն ինչը իրենց Եվ այսինքն Պոպիկյանը այդպես դեմքի արտահայտություն ցույց էր տալիս, թե բառերը վեր ցույց տալիս, որ իրեն դուր չի գալիս։ Չենք ասում ինձ ձեր դիրքորոշումն է կարևոր, ձեր միտքն է կարևոր, որ հասկանաք, հետո մեզ ավելի այսպես մանիպուլացնող հարցերի միջոցով էին փորձում, որ մենք եկեղեցուն հայրապետին կողմ գնալուց, այսինքն մեզ ուզում էին ազատ կյանքով մեզ բերել այս կողմ, այսպես ասած շակերտավոր, բայց երբ որ մենք պատասխանում ենք, որ մենք եկեղեցու խոնարհ ենք, սարկավակներն ենք խոնարհ ենք, մենք չենք կարող օրինակ եպիսկոպոսի հարց քննել կամ ինչ-որ մի բան, մենք մեր հավատարմությանը, մեր սարկավակական հավատարմությանը, եկեղեցականի հավատարմությանը կողմ ենք, պահում ենք, մեզ ասում էին կոպիտ ասած, ասում էին դուք գնդապետների հետ եք նստում, դուրս գալիս, ձեր հրամանատարների հետ եք շփվում, դուք կարող եք ձեր հարցը բարձրացնել, դուք էլ կարող եք ազատ խոսել, այսպես չի եկեղեցում, տեսեք, օրինակ ձեր դուք սարկավակ եք խոսելու իրավունք ունեք, այսպեսի մանիպուլացնող հարցեր, որ ավելի մեզ Իբր ճշտված եք այնտեղ, եկեք գեներալների հետ նստեք կանգնել։ Այն գեներալները, ովքեր թշնամուն ասում են, որ կսովածանա հետ կգնա։ Գայթակղության մեջ են ավելի գծում, էլի ուզում ավելի սոցիալական հարցերով վերցնել։ Իսկ պրո-ադրբեջանական զրույցներ օրինակ տարվում էր խաղաղություն, համակեցություն։ Չէ, այդպիսի հարցեր չի եղել, օրինակ բանակի բարենորոգության հարցով էին խոսում, որ բանակում օրինակ ինչ փոփոխություններ եք նկատել, լավ փոփոխությունների մասին, այդպիսի հարցեր էին տալիս։ Այսինքն սկզբից սկսում էին Իրենց գով եք։ Ուզել են շոշափեն ձեր տրամադրվածությունը, հակված եք Պապիկյան, Սուրեն Գովել եւ Փաշինյան խորովածի համար, թե ոչ։ Ավելի մեծ սկսեցին խոսել, որ բարենորոգում բառը անդադ շեշտեցին, օրինակ բանակում բարենորոգություններ է կատարվել, փոփոխությունները, այսինքն մեզ ուզում էին ցույց տալ, որ այդ բառից մի վախեցեք, այլ այս թեմայով ավելի ազատ եղեք։ Բայց մենք մեր դիրքորոշումը շատ հստակ կերպով արտահայտեցինք, որ որտեղ էր այդ հանդիպումը ասացիք։ Պաշտպանության նախարարությունում է։ Հասկացա։ Շնորհակալություն ձեզ։ Ինչ ասեմ, ուժ։ Հարգելիներս մենք քանակերը Սուրբ Աստվածածին եկեղեցում ենք, այսպես զինվորների եկեղեցում, ինչպես ընդունված է ժողովրդին ասել, այստեղ զինվորներն են հիմնականում պատարակներ, ծեսեր, մկրտության արարողություններ իրականացնում եւ այս եկեղեցին կարծես թե հերթական թիրախն է դարձել Փաշինյանի կողմից եւ ահա երեք երբ երեկոյան հայտնի դարձավ, որ հերթական ծանր որոշում է կայացվել ընդդեմ եկեղեցու, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է ստորագրել միակողմանի ընդ որում լուծարել գնդերեցների ստորաբաժանումը։ Գնդերեցները դրանք այն քահանաներն են, ովքեր հոգևոր ծառայություն իրականացնում բանակում, եւ դուք լավ գիտեք, թե ինչ պատմական դրվագներ կան կապված նրանց հետ, մենք նրանց նաեւ տեսել ենք ռազմի դաշտում, ոչ միայն հոգևոր ծառայություն իրականացնելիս, այլ նաեւ տղաների հետ հավասարի ծառայելիս։ Եվ մենք ունենք նույնիսկ երկու զոհ, մեկ անհետ կորած հոգևորական, եւ ահա մեր հոգևորականները երեք Սուրեն Պապիկյանի որոշմամբ դուրս արվեցին, դուրս բերվել չասեմ, դուրս արվեցին բանակից այդ հրամանով ու ահա առավոտ կանուխ Պապիկյան Սուրենը իր ռազմական ոստիկանության ծառայողներին այստեղ է ուղարկել, որպեսզի նրանք գան ու վերահսկեն եկեղեցին, ինչու, ումից, ինչի համար, ինչն են վերահսկում, ինչու են այսպես մեր պետության միջոցները փոշիացնում, մեքենան առավոտից իրիկուն աշխատեցնելով, ինչ է լինելու հետո, ռազմական ոստիկանության ծառայողը իջավ եւ Գառնիկ Դանելյան իրեն հարցեր տալիս, բայց նա հակված չէր պատասխանելու, միայն ավտոմատ ռեժիմով մի քանի բառեր ասում, զանգեք մեր լրատվական ծառայությանը։ Խնդրեմ, նրանք տաքանում են, քահանաները սառում անորոշության մեջ, քիչ առաջ ուխտավորների խումբ մտավ, այսպես տարակուսած նայելով շուրջը մտավ եկեղեցի եւ մարդիկ կաշկանդվում են, չգիտեն ինչու են այստեղ եւ ինչ արար է սպասվում վաղը։ Քահանաները անձամբ շատ ուշագրավ բաներ պատմեցին, օրինակ Պապիկյան Սուրենի անձնական նախաձեռնությամբ քահանաների կամ սարկավակների հետ զրույցներից, որտեղ նա համոզել է միանալ, ավելի վատ բան պատմեցին, որ օրինակ գեներալներն են համոզել միանալ Փաշինյանին, այս ողբերգություն է իմ կարծիքով, որ գեներալներն են արդեն միացել բանակում եկեղեցին քանդելու
իշխանության հակաեկեղեցական ծրագրին, որ գեներալների մասին է խոսքը նրանք չասացին, մենք դեռ կհաջողենք պարզել։ Եվ վաղը ակնկալվում է, որ այստեղ ոչ թե զինվորներ կլինեն, իհարկե իրենք մինչև վերջ պատկերացնում են, որ դեռ կհաջողվի իրենց փրկել նաև եկեղեցին, բայց չի բացառում, որ վաղը գրոհ լինի այս եկեղեցու վրա եւ փորձեն սայլ օկուպացնել, ինչպես որ Արագածոտնի երկու եկեղեցիները, Հովանավանքի եւ Հալինի եկեղեցին են օկուպացրել իշխանականները եւ այնտեղ բացառապես կարգալույց քահանաներն են ծեսել մատուցում, ընդ որում միայն իշխանության ներկայացուցիչների համար։ Պապիկյան Սուրենն այս եկեղեցի ոտք չի դրել, դրա մասին վկայեցին մեր հարգարժան քահանաները եւ ասացին, որ նույնիսկ հրավերներն է արհամարել արարողությունների ժամանակ։ Ինչ կկատարվի հետո, եւ մենք հույս ունենանք, որ դրանք սարսափելի չեն լինի, բայց եթե անգամ լինեն, պիտի որ այստեղ ապրող բնակիչները իրենց մեջ կամք գտնեն, ուժ գտնեն եւ դիմադրեն եկեղեցու գրավման հերթական արարին։ Համենայն դեպս քահանաները հույս ունեն, որ հոտը կմիանա իրենց եւ կդիմադրի ու թույլ չի տա, որ այս եկեղեցում, բազմադարյան եկեղեցում ոտք դնի կարգալույց քահանան եւ նորից քաղաքական ծեսեր իրականացվեն։ Ֆեյք ծեսեր Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ու ծափեր հնչեն, ինչպես ավանդաբար արվում է իր կեղծ ծեսերի ժամանակ։ Ռազմական ոստիկանության ծառայողն այստեղ է, Գառնիկ Դանիելյանն այստեղ է։ Ձեզ հաջողվեց կապ հաստատել պաշտպանության նախարարի հետ։ Իսկ ռազմական ոստիկանության պետի հնարավոր այն թուրքական ծրագրից ունեն հեռախոսների մեջ տեսնում են ով ազանգում եւ դիմադրում են։ Ոչ մեկ չվեցին, այլ անդրադարձ։ Իգուցե պաշտպանության փոխնախարարին զանգենք, պարոն Դանիելյան։ Քիչ հետո փորձենք էլի կապ Հա։ Իհարկե այս մարդիկ էլ ոնց որ թե լարվում են, անհանգստություն են, բայց դե հասկանալ չի, 24 ժամ չեն վերահսկելու կամ Պարոն Դանիելյանը հարցրեց, թե ինչու են այստեղ, ինչ հրամանով, ում հրամանով, ինչ նպատակով անգիր արած տեքստեր հնչեցնում ռազմական ոստիկանության աշխատող, ընդ որում իրավիճակի հետ ոչ կապ ունեցող բառեր։ Պետք է դիմել, ասում են լրատվական ծառայությանը։ Պատգամավորը ի դեպ լրատվական ծառայությանը չի շփվում եւ չպիտի շփվի։ Նա պատգամավոր է եւ օրենսդրի իշխանության ներկայացուցիչ։ Այդ նախարարները առնվազն պիզանգեն իրեն ինքը նախարարին եւ բացատրություն տան, թե ինչու են այստեղ։ Բայց քանի որ այս տղային հետ էին ասել ասա, ուրիշ հարցերի մի պատասխան ինքն էլ վախեցած, ինչ հարց տալիս էինք այդ պատասխաններ հնչեցնում։ Խաղաղոր բոլորին մինչև տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան։ Առավոտյանով է այստեղ պատարագիչ լինելու։ Տեր Սամուելը։ Տեր Սամուելը։ Ես հիմա կանջատեմ մեր ուղիղ եթերը հարգելներ, բայց դուք անպայման հետևեք ու լսեք, թե ինչ ուշագրավ բաներ են պատմում քահանաները Պապիկյան Սուրենի հետ իրենց շփումներից, թե ինչեր են պատմել, ինչեր են ասել, ինչպես են մոլորեցրել, ինչպես են առաջարկել կամ քողարկված սպառնալիքներով փորձել միացնել իրենց հակաեկեղեցական շարժմանը, այդ թվում գեներալներ, որոնք իրենց իրավունքներից եւ ծառայության լիազորություններից դուրս քաղաքական հարցերով են զբաղված ուղիղ միջամտությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս հակաեկեղեցական շարժմանով եւ այս մարդիկ պիտի դուրս արվեն բանակից, բայց քանի որ Պապիկյան Սուրենն է, ԿՊ-ական Պապիկյան Սուրենն է իրենց նախարարը, պարզա որ պիտի առայժմ նրանք ոչ միայն հոգեոր ծառայությանը միջամտեն, այլ միջամտեն քաղաքական հարցերին։ Մենք հեռանում։ Ահա։ Ահա։ Ալբերտներ չէ, Ալբերտ ջան, ինչ ասացին եղբայր։ Չէ, ինձ նոր զանգեցին, ասում են ասել են ինչ որ դիտարկում են սա որպես զորամաս։ Վայ։ Պատկերացնում եք։ Վայ։ Կարող ԿՊ-ի օֆիսա, ավելի ուշադիր նայեն, կարող է հայտնաբերեն օրինակ ԿՊ-ի օֆիսը։ Ասենք զորամաս։ Խելագարություն են։ Ինչ ծառայություն են ասում, բանա։
դիտարկում են ամեն դեպքում ստենց ասած լրագրողներից մեկը։ Դիտարկում են որպես զորամաս, որը պիտի հսկվի ռազմական ոստիկանության մեքենայով։ Ասա տանկեր բերեք, որ զորամասա, բունկեր սարքեք։ Չնայած տանկ ու բունկեր տանում են դիրքեր, որ ստեղ բերեն։ Ահա, խնդրեմ հարգելիներս։ Այդտեղ Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը մեր գործընկերներից մեկին, որը հնչեցրեց Հարգարժան Դանիելյանը։ Գուցե մի հատ փորձենք զանգել մյուս փոխնախարարին։ Հա, չեմ պատասխանում։ Իմ համարով տամ զանգեք։ Ագիր փորձենք։ Давайте։ Հա, իմ մյուս համարը մոտս չի, որ եթերում եմ։ Ափսոս։ 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 Լավ, եթե դուք խոսեք, ամեն դեպքում հույս ունենք ձեզ ինձ տեղեկատվություն կստանանք։ Այս բքին այս խեղճերը հիմա դրսում պիտի հերթապահեն ռազմական ոստիկանության կողմին հավասար։ Հիմա ասենց պիտի ամբողջ օրը բենզին վառելով սրանք ստեղ տականան, հա, որտեղ զորամաս է իրանց դիտարկմամբ։ Մեղա։ Ռոբիկովներ ենք հաղթահարում։ Սա Պաշտպանության նախարարի ընկալմամբ զորամաս է, խնդրեմ սիրելիներս, եւ իրենք գոնե ՊՆ-ի լրատվականից պարզաբանել են, ինչպես ասում են մեր գործընկերները, որ դիտարկում են որպես զորամաս եւ տրամաբանական, որ քանաքերս Աստվածածին եկեղեցու բակում լինի ռազմական ոստիկանության մեքենա։ Բայց ահաքահաններ իրենց խոսքում չբացառեցին, որ եկեղեցի գրավման հերթական արարն է վաղ տեղ ունենալու, թեև իրենք մեծ հույսով եւ փափագով ակնկալում են, որ այստեղ հերթական անգամ բանակը կգա եւ կպատարակի։ Իսկ վաղը պատարակիչ կանան Տեր Սամուելն է։